Հիմա կոյուղատարնը վնասվել է։ Իսկ վիոլա ջուր, հա, կեղտա ջուրա։ Իսկ վիոլա ջուր, քաղաքապետարան, քաղաքապետարան։ Զանգում ենք, ոչ մի տեղ չկա, ասում են 6-ից 8-ը, չգիտեմ 8-ից քանիսը, ոչ մի բան չեն ասում։ Ու էս Ոչ մեկը չի պատասխան, ավտոարտեցիկ են դրել։ քանի մոտենում ես, այնքան հոտը գալիս է։ Sorry. Հա, հոտը սպանում է։ Ձելուս անջատեք, էլի։ Սենց գնում է եսի մուրը հասնում։ Թուվ։ Դեկտեմբերի 9-ն է, Երևան, մալացած թե բայց սա վարչական շրջանում ենք, Անդրանիկի փողոցում, որ թաղամասներ, A2 թաղամասում ենք, որտեղ մի քանի օր է կեղտա ջրերը դուրս են գալիս, շատ բավականին մեծ թափով դուրս են գալիս, տեսնում եք հիմա, այն որ չիմանաս քեզ կթվա, թե դու գտնվես եսին որ ջրվեժում, ու այս ամբողջ կեղտա ջուրը դուրս է գալի, հոսում անցնելով բազմաբնակարանային շենքերի բակերով, մոտավորապես ըստ բնակիչների մի 5-6 կիլոմետր այսպես գնում է։ Բնակիչները նշում են, որ մի քանի անգամ զանգել են վիոլա ջուր, Երևանի քաղաքապետարան, Մալացիայի քաղաքապետարան, սակայն առաջնորդվում են այդ 3 կառույցները կարծես թե Էշմիսատի գարուն կգա։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյան անընդհատ ձեր ժողովների ժամանակ խիստ հանձնարարականներ է տալի վարչական շրջանների ղեկավարներին, որ առաջինը հետևողական լինեն, որպեսզի վարչական շրջաններում նման կեղտ չլինի, կոյուղատարերը դուրս չգան եւ ամբողջ տարածքները չափական են։ Իսկ այստեղ մի քանի օր է տեսնում եք, այս անտանելի գարշահոտ վիճակն է, սակայն թե վիոլա ջուրը, թե Մալացիայի քաղաքապետարանը արջիկ ունեն մտել։ Հիմա այսպես որ գնանք ամբողջ կեղտա ջուրը հենա լցվում է, հենա լցվում է անգամ ավտոտնակները լցվում, ձելուս անջատեք էլի, ավտոտնակները լցվում ու այսպես ամբողջ տարածքը գարշահոտ հակասանիտարական վիճակ։ Այս էլ դրսում է վիոլա ջուր, չեք կարող ասեք, թե բակային հատված է կամ ես ինչ գիտեմ որտեղ է։ Մալացիայի քաղաքապետին էլ ասենք, ասի դա վիոլա ջուրը ինչ չի ենթարկում, գիտեմ չի ենթարկում։ Այն որ ժողովուրդը ասում է մի հատ տոկի տվեք, տես վիոլա ջուրը ոնց է գալի։ Այսպես գալիս է, ամբողջ հեսա։ Ամբողջ տարածքը տնակ հեսա, ստեղից էլ դուրս Բա ինչ անում։ Այսպես գնում է։ Այսօր էլ եք զանգել վիոլա ջուր։ Ես այսօր վիոլա ջուր չեմ զանգել, զանգել եմ բան, Թեժկից քաղաքապետարան, պատասխանում ավտոարտեցիկը, որ ժամը 6-ից 8-ն ենք աշխատում։ Զանգեք աշխատանքային ժամերից։ Ինչի 6-ից 8-ից հետո պանխիդ է, տա, սա։ Չգիտեմ, դա իրանք մոտներն է սովորցրած։ Լստեն այ։ Ամբողջ տարածքը գարշահոտ ու այսպես գնում է նայ։ Նամանավանդ հարևանությամբ քանի բազմաբնակարանային բարձրահարկ շենքեր են, 16-րդ պոլիկլինիկան էլ է, չէ՞ թե 16-ը չէ։ 19 պոլիկլինիկան է, հիվանդանոցն է, Մալացիա բժշկական կենտրոն, ծննդատուն, ու այս հոտը Չէ, դուք մեկ եք, ես կալոշ եմ հագել։
Եսեն, վայ։ Չէ, էսի նկայելով էթան, որ չասեն մի թիկա տեղա։ Հարգելի վիոլա ջուր, այստեղ ինձ թվում է դուք եք մեղավոր, որովհետև դրսում է խողովակը վնասված, կոյուղատարի ու մեծ թափով կեղտա ջուրը սենց գնում է։ Մարդը ստես է, փետա դրե, որ կարողանա մտնի ավտոտնակ։ Ու սենց գնում ուրա հասնում ամբողջ կեղտա ջուրը։ Վայ։ Որդեր են այս, սաղ որդ է, լստեն նայ, նավակներ ա պետք, լստեն նայ, լստեն նայ, Օֆոսի մալացիայում եմ, Անդրանիկի փողոց են 16 ոնց որ ասին, թե 10 պոլիկլինիկայի մոտ մալացիա հիվանդանոց ծննդատուն, բարձրահարկ շենքեր տեսնում ես։ Կոյուղատարից կեղտա ջուրը դուրս է գալիս արդեն մի շաբաթից ավելի է բնակիչներ, մի մասը ասում են մի շաբաթ, մի մասը ասում են 10 օր, ու սենց ամբողջ տարածքը գարշատան, որդոտ, անտանելի հոտա, սենց վիճակա, մարդիկ ասում են քաղաքապետարանի թեժ գիծել ենք զանգում, վիոլա ջուր, մալացիայի թաղապետարան ոչ մի օգուտ, Օֆո ջան, ահավոր վիճակ է ստե որ տենաս հակագազա պետ, որ հակագազով փրկվես, այս հոտը սպանում է, երեխեք ասում ասենց գնում են մանկապարտեզ, դպրոցներ, սենց գալիս է, նայ, այստեղից, այն վերևից գալիս է, սենց հոսում, մի 3-4 կիլոմետր էթում է, հեսա, այստեղից է, հեսա, մի հպե, հենա, նայ, նախ, հեսա, ստեղ էլ է լծվում, այ հոտը սպանում է, ես էլ հենա, տես, կեղտա ջուրը, որ սենց գաս է, խողովակը հավանաբար կոտրվել է, Չէ, նա երևում ակնայ տեր Լստե Հակասանիտարական վիճակ Ուոլը գնում է Բայց ես էլ էլի վարար Այստեղ չեր եմ ասում, մտեղ ես դիրել բարի վերևում գալիս Ես է Հայ, քշի արի
Ստե։ Ստենա։ Բոլոր ավտոտնակները, որ ասում են շրջափակման մեջ են։ Ստենա։ Ես էլ բնակիչների խոզությունն է, ու ես էլ վիոլան չի։ Չէ, հայք մի արի տե կայնի։ Սենց գնում է, քաղաքային տրանսպորտն էլ այս գարշահոտի միջով անցնում։